Համապետական ընտրություններին ում եւ որ ուժին կաջակցեք։ Ես ոչ մեկին էլ չեմ ցանկանա, բոլորն է մեկ են։ Ով էլ եկե մեզ ոչ մի բան չի ավելացի արևս։ Ինչ որ կա նույնը մնում է։ Մենք մեղք ենք, ժողովուրդով ապրում են, ժողովրդին չեն նայում, առաջ ժողովուրդն է իշխանություն, այդ որ իշխանություն են ասում, իշխանություն հողն է, իշխանություն հողի վրա ժողովուրդն է։ Բայց կհիշեք Վարդավառից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդը հիմա ավելի լավ է ապրում, ավելի երջանիկ է։ Դե գիտեք ինչ կա, հիմա ամեն մարդ իր կարծիք արտահայտում է։ Ժողովուրդը իր կարծիքն արտահայտում։ Հիմա ոնց կուզես մի քիչ ցույց, մի քիչ ճիշտ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, ժողովուրդը ստիքան են ոնց որ ասացի պես թող այդ թոշակով գան իրանք մեր հետ մտնենք առևտուր անենք, իրանք տեսնեն ժողովրդի վիճակը ոնց է, նո ժողովուրդին հարց տան։ Անիմաստ հարցա տալ, անիմաստ բարձրացում են, խոսք են բարձրաձայնում։ Այդ եղավ ինչ։ Համաձայն չեք Փաշինյանը։ Ես ոչ մեկին համաձայն չեմ, ոչ մեկ մարդ չեմ գտնում այդտեղ։ Եթե գտնենք ավելի լավ, ինչ իմանանք, թազա ուժ կգա, ինչ կարող է դրանցից մեկն էլ ընտրվի, չես կար ասես։ Բոլորն են նույնն են։ Մենք չգիտենք, որ կգան իրանք ինչ մեզի կասեն, իրանք մեզի ոչ մի բան չեն։ Մեր հետ կխոսան, մեզնից հետո դուրը կփակեն մեր վրա։ Տարբերությունը ո՞րն է։ Ժողովրդի երիտասարդություն հերաբրու լսվածը, որ այդում են ո՞նց են դիմավորում։ Ոնց է դիմավորում, չէ իրանց երեխաներն են, իրանց պահապան են, որ իրանք աշխատեն, ոնց են դիմավորում, ոչ մի ձևով չեն դիմավորում, կոպտում են, անպատվում են, դռները փակում են, հեսա որ իշխանություն որ գալիս է, մեկն ու մեկը պիտի գա իշխանության, ժողովրդի հետիվ ծնգած են, որ եկեք, հիմա համընկնենք, որ մեզ ընտրենք, մենք էլ ընտրում ենք, մենք ամոթասել, ոնց ասեմ, արդեն ասելու ձևը, ոնց ասեմ, որ արտահայտի, քեշ կրնի։ Վարդան Ղուկասյան։ Ինչու։ Այտենց դուրս գալիս է իր հայույանքը։ Գործող իշխանության մասին ինչ կարող եք ասել։ Չեմ ուզում տեսնեմ, չեմ ուզում լսեմ։ Ինչու միայն վերջերս են թոշակները։ Հա, ինչ թոշակում է բարձրացրել։ Հələ ոչ ստացել են ոչ էլ տեղյակ են, կլինի թե չէ։ Կամ դրա տված թոշակը իրանց միլիոն մեզ էլ 10,000 դրամ, այն էլ հայտնի չի։